Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Մերձավոր Արևելքում արդեն գրեթե 1 ամիս շարունակվող պատերազմը դեռևս չի դադարում, սակայն թունելի վերջում լույս է նշմարվում, որ այդ կործանարար պատերազմը կարող է կանգնեցվել։ Ինչպես հաղորդում է New York Times-ը, հղում անելով 2 տեղեկացված պաշտոնյաների ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր։ 15 կետից բաղկացած փաստաթուղթը Իրանի ղեկավարությանն է փոխանցվել Պակիստանի միջոցով։ Իսրայելական Channel 12-ի հաղորդմամբ ծրագիրը նախատեսում է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի մշակումից եւ իր հարստացված ուրանի պաշարները հանձնի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Այն ներառում է նաեւ Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժման, ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը լիարժեք մուտքի տրամադրման, տարածաշրջանային պրոքսի գործունեությունից հրաժարվելու ու դաշնակից զինված խմբավորումներին աջակցության դադարեցման պահանջ։ Այլ պահանջներից են Հորմուզի նեղուցի բաց մնալը, Իրանի հրթիռային ծրագրի հեռահարության եւ քանակի սահմանափակումները, ինչպես նաև հրթիռների ապագա օգտագործման սահմանափակումը ինքնապաշտպանության նպատակով։ Փոխարենը Իրանը կստանա պատժամիջոցների լիակատար վերացում, ԱՄՆ աջակցությունն իր քաղաքացիական միջուկային ծրագրին, այդ թվում Բուշերի ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ պատժամիջոցների վերականգնման SNAP մեխանիզմի վերացում։ Axios պարբերականը հղում անելով իր աղբյուրին գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իրանը համաձայնել է ծրագրի մի քանի կարևոր կետերի հետ, այդ թվում իր բարձր հարստացված ուրանի պաշարների հանձնմանը։ Կայքը տեղեկացնում է նաև, որ Թրամփի վարչակազմը պլանավորում է եւս 2-3 շաբաթ պատերազմ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան։ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը փոխնախագահ Ջեյ Դիվեսին առաջարկել է որպես գլխավոր բանակցող, հղում անելով նրա դիրքորոշման հեղինակությանը եւ այն փաստին, որ Թեհրանը իրենց կարծիքով նրան չի համարում կոշտ գծի կողմնակից։ Թրամփի խորհրդականը Axios-ին ասել է, որ ամերիկյան զորքերի կուտակումը նախատեսված է որպես լծակ, այլ ոչ թե որպես անբարեխիղճ բանակցությունների ապացույց։ Այս ամենի խորապատկերին հայտնի է դարձել, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 2000 զինծառայողի։ The New York Times-ը հաղորդում է, որ Պենտագոնը գեներալ-մայոր Բրենդոն Թեքմայերին եւ Մերձավոր Արևելքում գտնվող 82-րդ օդադեսանտային դիվիզիայի արագ արձագանքման ուժերի մոտ 2000 զինծառայողներին հրամայել է ԱՄՆ նախագահ Թրամփին տրամադրել Իրանի մոտակայքում լրացուցիչ ռազմական տարբերակներ, այդ թվում Խարգ կղզու հնարավոր գրավումը։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է հերքել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները։ Նախորդին Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ըստ էության բանակցություններ է վարում ինքն իր հետ։ Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մերձավոր Արևելքում հակամարտությանը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու մասին հայտարարություններից 1 օր անց։ Իրանի Միացյալ ուժերի հրամանատարության խոսնակ Իբրահիմ Զոլֆաղարին նշել է, որ նման հռետորաբանությունը ցույց է տալիս Միացյալ Նահանգների մոտեցման ներքին հակասությունը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ հակադիր դիրքորոշումներ ունեն եւ որ հաշտեցումը անհնար է ներկայիս պայմաններում։ Զոլֆաղարին նաեւ հայտարարել է, որ պատերազմից առաջ էներգակիրների գներին եւ ԱՄՆ ներդրումների նախկին մակարդակներին վերադարձը անհնար է առանց տարածաշրջանային կայունության ապահովման գործում Իրանի զինված ուժերի դերի ճանաչման։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թեհրանին կոչ է արել բարի կամքով բանակցություններ վարել լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու։ Ես կոչ արեցի Իրանին բարի կամքով բանակցություններ վարել լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու եւ այնպիսի շրջանակ ստեղծելու, որ կարող է բավարարել միջազգային հանրության սպասումները Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ տարածաշրջանում նրա անկայունացնող գործունեության վերաբերյալ, գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը սոցիալական ցանցերում։ Մակրոնը նաեւ կոչ է արել Իրանին նպաստել Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսել Կոլերի եւ Ժակ Պարիի վերադարձին։ Եվ այս պահին զրուցելու եմ իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Պարոն Բերուջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Բերուջանյան, ձեր կարծիքով կան արդյոք կուլիսային բանակցություններ այս փուլում թե ոչ, եւ եթե այո, ապա ում հետ է վարում այդ բանակցությունները, Միացյալ Նահանգները,
շատ է խոսվում Մեջլիսի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆի հետ, արդյոք Ղալիբաֆը ունի այն լեգիտիմությունը, որ Միացյալ Նահանգների հետ ուրեմն արդյունավետ բանակցություններ վարի ձեր գնահատմամբ, ինչ է տեղի ունենում եւ կան արդյոք այդ կուլիսային բանակցությունները, թե ոչ։ Կարծում եմ, որ պատերազմական իրավիճակում ամեն դեպքում կուլիսային բանակցությունները կարող են տարբեր ձևով լինել, օրինակ ամեն դեպքում պետք են կողմերի միջև ուղերձներ եւ հետեւաբար ԱՄՆ-ն ըստ էության իր ուղերձները հղել է Իրանին եւ Իրանն էլ իր պատասխանը տվել է եւ սա իրականացվում է բնականաբար միջնորդների միջոցով եւ այս միջնորդներից ակտիվ է այս պահին Պակիստանը նաև Օմանն է ավանդական միջնորդ, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներ, բայց ամեն դեպքում այս պահին նշվում է, որ Պակիստանը ամենաակտիվն է եւ չնայած իրանական կողմի հերքումներին ամեն դեպքում այդ բանակցությունների առաջարկը եւ այն կետերը, որոնք հրապարակվեցին արևմտյան լրատվականներում, ըստ էության ճշմարտությանը մոտ են, բայց եթե նայենք հենց բանակցությունների եւ այդ կետերի էությանը, ապա բնականաբար ԱՄՆ-ն վերջնագրերի լեզվով է խոսում Իրանի հետ, որտեվ եթե այդ կետերը ճիշտ են, ապա այնտեղ կան դրույթներ, որով պետք է Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից, ինչպես նաև հրթիռային ծրագրից, ինչը Իրանի համար կարող է դիտվել որպես կապիտուլյացիա։ Եվ քանի դեռ իրանական կողմի մարտավարությունը աշխատում է ճգնաժամ ստեղծել, համաշխարհային ճգնաժամ ստեղծել եւ հարվածել այնպիսի օբյեկտների, որոնք բնականաբար ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև ԱՄՆ-ի դաշնակիցների շահերին են կպնում, ապա Իրանը փորձում է սրանով նաև սակարկել եւ որպեսզի գոնե կարողանա լավ դիրքերում լինել բանակցությունների սեղանին, բնականաբար բանակցություններ կլինեն եւ այդ բանակցությունները կլինի հիմա թե հետագայում դա պատերազմի բնույթն է այդպեսին, որ վերջում մեկ է լինելու է բանակցային սեղան։ Իսկ ինչ վերաբերում է հենց բանակցողների մասին, ինչպես նշեցիք Ղալիբաֆի դերակատարությունը, ապա Ալի Խամենեիի մահից հետո շատ էր խոսում Ալի Լարիջանի փաստացի երկրի ղեկավար լինելու մասին եւ Ղալիբաֆը նաեւ այն քաղաքական գործիչներից է, ով ունի այդ հեղինակությունը, ինչպես որ այդ հեղինակությունը ուներ Ալի Լարիջանին։ Չնայած մենք ունենք նոր հոգևոր առաջնորդ, բայց ամեն դեպքում նրա վիրավոր լինելու մասին լուրերը այնքան շատ են, որ ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ իրոք Մոջթաբա Խամենեին դեռ չի կարողանում լիարժեք կառավարել երկիրը եւ նաեւ քանի որ Մոջթաբա Խամենեին շատ մեծ կապեր ունի ԻՀՊԿ-ի հետ, նշվում է, որ հենց ԻՀՊԿ-ն է ճնշում գործադրել, որպեսզի Մոջթաբա Խամենեին ընտրվի երկրի ղեկավար, հետեւաբար այստեղ ինչքան էլ խոսվում է համակարգում խնդիրների բացակայության մասին, ամեն դեպքում կարծում եմ, որ այս պահին Իրանում երկու թև կա, մեկը կոշտ գծի ներկայացուցիչներ են, ովքեր բնականաբար ցանկացած բանակցություններ մերժելու են, որովհետև դա դիտարկում են կապիտուլյացիա, իսկ մյուս թևը պրագմատիկներն են, ովքեր փորձում են ամեն դեպքում գտնել ինչ-որ եզրեր, որպեսզի կարողանան այդ կետից սկսել բանակցությունները։ Հետևաբար Ղալիբաֆը այն մարդկանցից է, այն գործիչներից է, ով ունի թե մեծ հեղինակություն ԻՀՊԿ-ի շրջանում եւ մեծ հեղինակություն նաեւ քաղաքական շրջանակներում եւ նրա այս կարևորությունը նաեւ գիտակցում է ԱՄՆ-ը, հետեւաբար ԱՄՆ-ի համար երևի թե ընդունելի է հենց Ղալիբաֆի թեկնածությունը։
Դուք էլ շեշտեցիք Փաստորեն Ղալիբաֆը ունի ներքին Իրանի ներսում ընդունելի կերպար է, ունի վստահություն։ Հիմա դեռևս պարզ չէ թե ում ձեռքում է իրական իշխանությունը Իրանում։ Ես բազմիցս ասել եմ, որ կարծում եմ, որ ամենաճիշտ ձևը Իրանում այս պահի իշխանության այն է, որ ուղղահայաց այս իշխանական տրամաբանությունը դարձել է հորիզոնական եւ հետեւաբար չնայած կա լեգիտիմ հոգեվոր առաջնորդ երկրի ղեկավարն է, կան գործիչներ, ովքեր հավասարազոր հեղինակություն ունեն այս պահին եւ ԻՀՊԿ-ի գեներալներից բացի նաեւ այս ակտիվ քաղաքական գործիչներն են եւ մենք պետք է չմոռանանք, որ Ղալիբաֆը նույնպես երկար տարիներ եղել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան գեներալ եւ հետեւաբար ինքը ուղիղ կապեր ունի ԻՀՊԿ-ի ներսում, ինչպես նաեւ դրանից հետո քաղաքական մեծ ակտիվություն է ունեցել, նույնիսկ առաջադրվել է նախագահի թեկնածու եւ ամեն դեպքում Ղալիբաֆի այս կշիռը շատ մեծ է, հետեւաբար ԱՄՆ-ի այն հայտարարությունը, Տրամպի այն հայտարարությունը, որ իրենք բանակցություններ են վարում, ինքը չի կոնկրետացնում, թե ում հետ են այդ բանակցությունները վարում եւ հետեւաբար այս հայտարարությունով նաեւ նպատակ կա Իրանի ներսում վստահության նվազեցման եւ տարբեր խմբեր, քանի որ բոլորն էլ առերևույթ մեժում են բանակցությունները, ով է այդ գործիչը, ով բանակցում է ԱՄՆ-ի հետ եւ հետեւաբար սրանով նաեւ նպատակ կա ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալներ հավաքելու, թե ամեն դեպքում ով է փաստացի ղեկավարը երկրի ներսում։ Կարծում եմ, որ այս մի քանի օրվա ընթացքում կախված թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք կհասկանանք, թե ամեն դեպքում բանակցությունները ինչ ընթացք կունենան եւ քանի որ 5 օրվա այս ժամկետն է տվել, իրականում պատերազմը չի կանգնել, պատերազմը գնում է եւ ինտենսիվությունն էլ չի նվազվել, ուղղակի սա հնարավորություն է ինչ որ պայմանավորվածություն ձեռք բերելու, իսկ եթե այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվում, ինչը նաեւ շատ հավանական է, որ ոչ մի արդյունք էլ չլինի, ԱՄՆ-ն արդեն նոր ռազմավարություն է մշակելու եւ շարունակելու է ակտիվ պատերազմական գործողությունները։ Պարոն Վերոջանյան, տեղեկություններ կան, որ Պակիստանը ժամանել Ղալիբաֆի պատվիրակությունը, այս մասով ինչ է ձեզ հայտնի։ Իրականում իրանական կողմի պաշտոնական տեղեկատվության մեջ նման լուրեր շատ քիչ են տարածվում եւ քանի որ ինտերնետի հասանելիությունն էլ շատ դժվար է այնտեղ, մենք շատ սահմանափակ տեղեկություններ ունենք եւ իրանական կողմը մեժում է եւ հերքում է նման լուրերը, հետեւաբար իրականում շատ դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ են եւ ինչ բանակցություններ են վարվում, բայց ամեն դեպքում ես հավատում եմ եւ կարծում եմ, որ կուլիսներում բնականաբար պետք է լինեն բանակցություններ, քանի որ սա ոչ միայն Իրանի եւ ԱՄՆ-ի խնդիրն է, այլ նաեւ ուղիղ համաշխարհային շատ երկրներ կան, ում շահերը նույնպես այստեղ բախվում են եւ հիմնականում այս տնտեսական ճգնաժամը, որ ստեղծվել է, բոլոր շահագրգիռ կողմերը փորձում են բանակցությունների սեղան բերել երկու կողմերին, բայց մենք այստեղ չպետք է մոռանանք նաեւ Իսրայելի գործոնը, քանի որ եթե նույնիսկ Թրամփը ինչ-որ զիջումների գնա, որպեսզի կարողանա բանակցությունները սկսել, կարծում եմ, որ Իսրայելը նույնիսկ կարող է ինքնագլուխ որոշումներ կայացնել եւ այնպես անել, որ այդ բանակցությունները ոչ մի արդյունք էլ չտան, որտեղ Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահերը եւ նպատակները Իրանի իսլամական համակարգի նկատմամբ տարբեր է։ Եթե ԱՄՆ-ն Թրամփի համար ընդունելի է նույնիսկ համակարգի պահպանումը
բայց համագործակցություն տեսքով, ապա Իսրայելի համար այդ համակարգի պահպանումը համակարգի գոյությունը արդեն իսկ անընդունելի է, հետևաբար այստեղ նաև պետք է հասկանալ, թե Տրամպը կարողանում է Իսրայելին նույնպես զսպել այս առումով, թե չէ։ Որքան երկար կարող է դիմակայել Իրանը, Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, պարոն Բերուջանյան, հաշվի առնելով այն, որ հրթիռ արձակող կայանների մեծ մասը ոչնչացվել է, իսկ բալիստիկ հրթիռների զգալի մասն էլ արդեն օգտագործվել են։ Իրականում Իրանը այս ռազմավարությունը երկար տարիներ մշակել էր եւ այսպիսի սցենարի պատրաստ էր, քանի որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներխուժման նախադեպեր եղել են եւ բնականաբար Իրանը լինելով ամենամեծ հակառակորդներից մեկը ԱՄՆ-ի համար, իրանական կողմի համար էլ այդ ռազմավարությունը տարիներ շարունակ մշակվել է եւ հետեւաբար իրենք չնայած այս ծանր վիճակին ունեն անհասանելի կայանքներ, որտեղ օրինակ լեռների սարերի հենց ներսում են, որը շատ դժվար է վերացնել, նաև անօդաչու թռչող սարքերի այս պարսերի ռազմավարությունը, որ իրանք ունեն, սա նույնպես պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետև դրանով իրանական կողմը կարողանում է ծանրաբեռնել օրինակ հակաօդային պաշտպանությունը եւ թիրախավորել այն տնտեսական օբյեկտները, որոնք ճգնաժամ են ստեղծում եւ հենց Իրանի գլխավոր ռազմավարությունն էլ դա է, որ ճգնաժամ ստեղծի, դրանով ստիպի ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը եւ եթե օրինակ 5 օր հետո ԱՄՆ-ն շարունակի հարվածել Իրանի կարևոր տնտեսական օբյեկտներին եւ էլեկտրակայաններին, ապա իրանական կողմն էլ փոխադարձ այս ոչնչացման դրամաբանությամբ հարվածելու է Պարսից ծոցի երկրների այն կարևոր եւ տնտեսական օբյեկտներին, որը ոչ միայն տնտեսական ճգնաժամ է ստեղծում, այլ նաեւ էկոլոգիական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, օրինակ իրանական կողմը նշում է, որ իրենք հարվածելու են նաեւ աղի ջրի եւ ծովի ջրերի ֆիլտրացման համակարգներին, որը հիմնական է խմելու ջուրը, օգտագործման ջուրը Պարսից ծոցի այս երկրները հենց ծովից են ստանում։ Այսինքն այս չնայած Իրանը կարող է թվալ շատ վատ վիճակում է, բայց իրանական կողմը ունի դեռ խաղաքարտեր, որոնցով ինքը փորձում է ստիպել ԱՄՆ-ին իր հետ չխոսել վերջնագրերի տեսքով։ Շնորհակալ եմ, պարոն Բերուջանյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։